երեխեք, նկարում ենք հարց ու պատասխան, բայց միջև ես բոլոր տեղերով ասեմ, որ դուք կարեք ինձ հարց տաք, մենք սկսում ենք այս վիդեոն, ոնց որ անցած վիդեոն նույն շորով եմ, բայց սա կփոխվեմ, ուշադրություն չենք դարձնում, սենց պոլին եմ նստած, որովհետև իմ մոտ է իմ քուրիկի շունիկը, տնեցիկ գնացել է, ինքը շատ նեղվել է, ես իրեն սիրում եմ, որ ինքը չնեղվի։ Կգան մի քիչ հետո գան ձեզ, արա, այ հետո այսք։ Այս այս դրան մոտ սպասում է եվ են գալու տնեցիկ։ Ռոյ, նա այդ թողտենալ ինձ սիրուն ես։ Ռոյ։ Ուրամ ստեղ սենց վիդեոնում, որովհետև ահավոր սիրուն զակատ անգնում, ընդեղ սենյակում Full House-ը միացրած, չենք զարմանում երեխեք ջան, ու տենց։ Սիրուն մեյքափը արելի, որ Instagram-ի համար վիդեո նկարեմ, Instagram-ից թողնում եմ ստեղ, կարա գնեք նայեք։ Ու անպայման follow լինեք, որտեղ միանշանակ ընդեղ ավելի ակտիվ եմ։ Իսկ հիմա փոխում ենք այն անցած վիդեոյի outfit-ը ու գալիս ենք։ Մորանում նայել սա։ Ասեք, որ նիպող երեխեք ջան, ու առաջի բանը, որ ինձ գրել են, դա սա է։ Սա այդքան էլ հարցի, սա կոմպլիմենտ է, տիլա պուլիա, շնորհակալություն երեխեք ջան, սպասում եմ ձեր հարցերին, ու մի հատ էս մեյքափիս պուդրան եմ, որտեղ մի քիչ շատ եմ փայլում։ Դնում եմ իմ սենյակի ամենամութ անկյոնում իմ դարակի մեջ, այո, նու իմ սենյակում նենց չի պատու հանկա ու շատ լուսավոր է, բայց երևում եմ, չէ։ Հիմա ինչ պետք է անե, ինք մոռացա։ Պուդրաս ջարդվել է ու ես պուդրա չունեմ երեխեք ջան։ Պատվիրել եմ մինչև կա գնանք մամայինը վերցնենք։ Դրեցի ու եկա երեխեք ջան, հենց թեթև պրոստը, որ չփայլեմ, տամարայդներն ավելի բարձր է, չեմ իմը։ Հենց թեթև անում ենք ու անցնում ենք առաջ։ Ինչ-որ տնային վլոգ է ստացվում, ոչ թե հարց ու պատասխան, Ռոյ, տեն նստած այլ ես խիչ եմ լույսը վառում մեր տան։ Շնորհակալություն նանց ջան, Ռոյ, նայի հելը, հետևորդներից բարևի, արայի գոնց, այ հերոյ, գոյի սիր, լնայք երեխիկ իրան։ Okay, ինչ է ասում, ինչ-որ տնային վլոգ է ստացվում, սենց, ինչ-որ вообще հարց պատասխան չի, բայց էլի հարց չեք գրել, որ ես պատասխանեմ, դրա համար։ Ջան, մի քիչ Full House-ը իջացնեմ, որ լսեք ինձ, և մեր հաջորդ հարցն է, այս հարցը շփում եք դունիգան դեռ, թե ոչ, այո, երկես շփում ենք երեխեք ջան, ամեն ինչ օքեյ է, մի քիչ ուսուշ ենք տենում իրար, որովհետև երկուսս էլ սենց խառը 10-ով կեքի մեջ ենք, 10-ով կեքի, ոչ միտքը պարզ է, բայց շփում ենք, այո, հեսա մի ժամից դե պետք է Էլենը գործից դուրս գա, գնանք մի քիչ ման կանք, так что իրոք ինչ-որ վլոգի վայբ է ստացվում։ Հաջորդը, որ գրել եք ինձ, երեխեք, բայց ասեք, որ սիրուն եմ։ Չասեք, որ իրոք շատ սիրուն եմ։ Ասեք, հա։ Երեխեք ջան, հաջորդ հարցը մանրամասն եմ, թե ինչի համար եմ սթրեսի մեջ, ձեզ հենեցի լովիկի վրա։ Պատկերացնեք էլի։ Կոլախում եմ։ Որ սկսեմ պատմել, պետք է լացեմ, так что մի օր կգնեմ հարցազրույցի, եթե ինձ կանչեն ու կպատմեմ։ Երեխեք ջան, պատասխանում ենք, չգիտեմ որտեղ եմ դնելու, երևի ստեղ այս հարցին։ Մասնագիտությամբ ես սովորել եմ որպես ծրագրավորող վեբ, այսինքն JS, HTML և մոռացանք, օքեյ, աշխատել եմ բարիստա, աշխատել եմ ուրեմն 1, 2, 3, հիմա 4 տեղը պրակտիկա եմ գնում, 3 տեղում ու 4 տեղը հիմա պրակտիկա եմ գնում, եղեք ասեք, որ մեյքափը շատ սիրուն է ինչ-որ, տենց խի ծրագրավորող չեմ աշխատում, այդ հարցին էլ պատասխանեմ, որովհետև ես, որ գնացի քոլեջ, ես չգիտեի, որ ընդեղ անցնում են վեբ, իսկ ես վեբը չեմ սիրում, վեբը եթե ինչ կապված է կայքերի հետ, իսկ ես սովորում ավելի այն ծրագրերը, որոնք որ օրինակ դուք օգտագործում եք, չգիտեմ, YouTube ստեղծել օրինակի համար, սենց ասած, բայց ես սկսեցի սիրել, սովորել շատ լավ, ես գերազանց եմ սովորել, բայց հետո պրոստը սկսեց դուրս չգալ, և վերջ։ Հետաքրքիրը այն է, որ ես նախ ուզում էի ձեզ ցույց տալ դրսում ինչ է կատարվում, պրոստը եղանակ, տուդա-սյուդա ու մոռացա։ Հետաքրքիրն է, որ ես իմ անձնականից չեմ խոսացել այսքան ժամանակ,
ու այդ տղաների թեման вообще չեմ բարձրացրել, բայց հեսա խոսանք։ Դեք ինձ սիրունը, այն սիրուն զակատի ժամանակ չվայմեցի, որ կարամ նկարեմ, ու տենց, okay, պատասխանում ենք մենք այս հարցին, ցախողվել եմ թե ոչ։ Կարող եմ բալկոնում նկարեմ, այո, ինչու ոչ։ Խա գորում է գետենան կողը տունը մարդ մտավ, Ռոյ։ Ջան, շուտիկի դուրը փակեմ բանալեվ, չհելնի հարավանների վրա հաչա։ Ու գրանք մեր հարցին պատասխանենք, սենց ինչ-որ ինտրիգ եմ բահում երեխեք չէ, տնային վլոգ է, ուրեմն, ես ունեցել եմ ընկեր, այո, չէ ինձ չի ինչ-որ գաղտնիքը, կամ ես նենց ձեր հետ գիտեք շատ լավ հարաբերությունների մեջ եմ, ամեն ինչ պետք է իմանաք, ունեցել եմ ընկեր, ում հետ շփվել եմ 2 տարի, ու ինձ դավաճանել է, այո, հիմա կասեք այսինքն դավաճանել է, իսկ ես կասեմ, որ երբ որ մենք արդեն մի տարի շփվում էինք, ինքը կողոց դրսի ձեները ձեզ խանգարում են, ինքը այդ ընթացքում գնում է բանակ ու շարունակում է երկրորդ ընկերուհի լավ օգշուն պահում սենց կոպիտ, ասած ես այդ իմանում եմ ու իրան ուղարկում եմ նման բառեր չենք կարող օգտագործենք YouTube-ում, այո, հա ինքը տենց չգիտեմ ձախողվել է թե չէ, որտեվ ես այս սենց գոհ եմ, որ իր հետ չեմ շփվում, քարտերը լրիվ չբացեմ, բայց ես հիմա երջանիկ եմ։ Եկավ, մենք անցենք հաջորդ հարցին։ Հաջորդ հարցը եւ ես ձեզ հայնում եմ էլի լովիկի վրա։ Կոտորված եք։ Եթե ի դեպ ես շատ մեկնաբանություններ եմ ստացել, որոնք ջնջել եմ, որովհետեւ ինքը օքեյ չի, որտեղ գրում էիք մենք ձեզ տեսել ենք ինչ-որ տղու հետ, չգիտեմ, դուք երևի դրա համար եք կոտորված չեք ուզում ասեք տուդա-շուդա, չերեղեք ջան, ես նենց կերպար, նենց մարդ չեմ ով տղու համար կարա կոտորվի, թող տղեք հիմա որ կոտորվեն, չէ լավ օքեյ, շատ վատ է հնչում, բայց ես տենց բանից կոտորվել է հիմար, լավ օքեյ, չէ, կոտորված չեմ, եթե տարումով եք հարցնում, ես ընդհանրապես կոտորված չեմ, ես ունեմ լիքը խնդիրներ, լիքը պրոբլեմներ, անլուծելի, անիրական, ինչ-որ բաներ, բայց այդ ինձ չի կոտրում, որտև ես ինձ համարում եմ շատ ուժեղ մարդ ու որ ինձ դրսում դեմ եք ինչ-որ տղու մի գնացեք գրեք, կոմենտներում, մամանք իման, նիլզե, այդ ուրիշ վիդեոյում կպատմեմ երեխեք ջան, նկարներով, բանով, տենց, տակ, հարց չի, ուղղակի գրել եք ու ես շատ շնորհակալ եմ, նախ ես այդ վիդեոյի շնորհիվ ձեռք եմ բերել 2 շատ բոմբ, թույն, իդեալական, լավ ընկերուհիների, որովհետև ես շատ շուտվանից նախ տենց ինչ-որ մարդկանց հետ չեմ ծանոթացել, իհարկե ես իրենց չեմ տեսել, մենք հիմա օնլայն շփման մեջ ենք, որովհետև իմ սիրելի Ամալիան Ամերիկայում է, իսկ Սարան մի քիչ հեռու է այնտեղից, որտեղ որ ես եմ ապրում, ի դեպ բարև ձեզ, բայց ես իրենց կարամ համարեմ ընկերուհի, այո, որովհետև ամեն ինչ ստացվեց նենց, ոնց որ պետք է ստացվեր, աստղերը համընկան։ Ու շատ ուրախ եմ, որ դուք իմ կողքին եք։ Ես միշտ ասել եմ, որ ես ուզում եմ լինեմ նենց բլոգեր, ով որ անկեղծ է։ Դուք հիմա տեսնում եք այս ամեն ինչը առաջի կադրից։ Ինքը մոնտաժվում է ուղակի, ստեղ ոչ մի սպեց տեսեք, երբ որ ես սխալվում եմ, ես չեմ ուղում, ստոպ չեմ տալիս, չեմ նկարում նորից, որովհետև ես ուղղակի մարդ եմ, ով որ չի կարող ամեն ինչ իդեալական անի։ Կարա լիքը պրոբլեմներ լինի, լիքը, հիմա իմ կյանքում այնքան պրոբլեմ կա, վայ երեխեք, անբացատրելի շատ պրոբլեմ, որ ես չգիտեմ ինչ պետք անեմ, օրինակ վաղը ես ունեմ խնդիր լուծելու, որ ես չեմ կարա լուծեմ, բայց ես այսօր ուրախ եմ, որտեղ ամեն ինչ լավ է, ինչ որ օրենք եմ մտցրել, որ պետք է անդադ ասեմ, երբ որ ուզում եմ ասեմ, որ ամեն ինչ պետք է ասեմ, որ լավ է, որովհետև երբ որ դու ասում ես, որ լավ է, ստացվում է, որ ավելի լավ է լինում, ու աշխատում է իդեպ Այսուր շեղվեցինք, մի վարկեն, շատ շնորհակալ եմ, որ նայում եք ինձ, որ իմ կողքին եք, ինձ դրսում գիտեք ինչքան եք մոտիկացել, դու գիտեք, եթե դուք նայում եք այս վիդեոն ու մոտիկացել եք ինձ գիտեք, ես շատ եմ ամաչում, միգուցե, միգուցե շատ եմ ամաչում, բայց շատ ուրախ եմ, որ մոտենում եք, միշտ անպայման երբ ուզում եք մոտիկացեք, երբ ինձ տեսնում եք, չգիտեմ ուզում եք
Բարի օր անգամ եմ սխալ ասում։ Երբ որ ուզում եք մոտենաք խոսակ, անպայման մոտեցեք ու խոսակ իմ հետ։ Մուա։ Ծուր երեխա լինի երեխեք։ Ճանիմ սիրտիկ։ Վարչուկ։ Գիտեք, չհարցնեք մազից բրոշկանա, որոշեցի, որ ալարում եմ դնեմ դարակը եւ կպտրեցի շորից, բայց կկպցնենք այստեղ։ Այս հարցը կարդալուց առաջ ես մտածում էի, որ նայում էի ընկերներիս թոյները, մտածում էի իրանք չունենան խնդիրները, որոնք ունեմ ես։ Ու ինչ լավ է։ Բայց ոնց կուզեի ես իրանց տեղը լինեի։ Ժամանակը, որ հետ տայի ահա որ մեծ ցանկություն կա, որ չանեի այն ինչ որ արել եմ այն ժամանակ ու հանգեցրել է այդ ամեն ինչը այս խնդիրներին։ Բայց եթե չանեի, միգուցե ես այդ ամեն ինչ անեի ավելի մեծ տարիքում ու ավելի վատ արանդառնար։ Հիմա շատ դժվար է, շատ։ Ես 21 տարեկան եմ ընդամենը ու նենց պրոբլեմների մեջ եմ, ոնց որ ձեր պատկերացրեք 50-40 տարեկանները չգիտեմ, բայց ավելի լավ է հիմա, քան հետո։ Ավելի լավ է ես հիմա տանջվեմ, քան հետո, որտեղ հիմա ես կարամ։ Իսկ հետո ես ուզում եմ կյանք ապրեմ, ես հələ պետք է լիքը երկրներ գնամ։ Այս արդյունքները այս խոսալու ձևը տխրությունից չի, պրոստը այն մտքից է, որ ես ուզում եմ, որ դուք էլ այդ նայեք այս վիդեոն, երբ որ արդեն դուրս գա այն վլոգը, որ ես ասում եմ, որ ամեն ինչ լավ է, ու մենք ինչ-որ երկրում պարկած կոկտեյլ ենք խմում ծովի ափին։ Ես ուզում եմ, որ այդ օրը գա ու այդ օրը գալու է, դուք էդիտներ եք անելու հուսամ այս պահով ու որոշ ժամանակ անց, որ ես ասելու եմ, որ ամեն խնդիր վերջացել է։ Դրա համար, եթե ես հետ կնայի անցել, ես ոչինչ չէի փոխի։ Բոլոր արած սխալները, բոլոր գործած հիմարությունները հանգեցրել են այս նազին։ Այն ինչ որ ձեր դիմաց հիմա կա։ Եթե դա ամեն ինչը չլիներ, միգուցե ես լրիվ ուրիշ մարդ լինեի։ Սիկեկան ռոյը ուրախ թրվռալով պապայի հետ գնաց մանգալով ու ես պատասխանում եմ այս հետաքրքիր հարցին։ Arm Games-ը չեմ նայել մինչև այս վերջի սեզոնը, որտեղ ես տենց հայկական հաղորդումներ բաներ չեմ նայում, բայց այս վերջինը շատ լավն է։ 3 սերիա եմ ընդամենը նայել, որտեղ քուրիկներով ենք հավաքվում ու նայում։ Հիմա Նազը քաղաքում չի ու ինքը հենց գա ցենց մնացածն է կնայեմ։ Ամենաշատը երևի Ագնեսին եմ սիրում։ Շատ լավն է մնացածն էլ երևի կնայեմ, լավ տնեցիք խոսում են, հաջորդ հարցը հետո։ Ջան, ժամը 10-ն եկավ, պամիդորով ծղ կերավ մեր տանը, ուզել էր այսօր մամայից։ Հիմա գնում ենք մեր խանութ, յոգուրտ բան առենք, մտնեց, որտեղ պատյաստում եմ, էլենի աղբորքի թվիրատել են։ Հիմա կմտածեմ պլաստիկ արել, չէ ինքը երեխա է, արել են այդ կթի միսն են հանել, հատեց, մութ հաչեք տեսնի։ Այդպես հիմա գնում ենք յոգուրտ բան առնենք, տանենք, սովածացել է։ Ու հավել մի քիչ ման գանք։ Չգիտեմ դուք ինձ ոնց եք տեսնում, բայց շատ լավ է։ Այս ես առանձին եմ առնում, էլ են ուրիշ բաներ արել, այդ յոգուրտ բանը, այս էլ առնում եմ, որ քայլերով զբաղվենք։ Ես քաղցրը կերա այսօր սաղ վլոգը ասենց ա եղել։ Կերա հիմա ես ելեն եմ, որոշեցինք, որ մենք պետք է սամակատով գնանք հիվանդանոց, ոչ ես եմ կյանքում քշե, ոչ ինքը, բայց այսօր գնում ենք։ Այս է սամակատը։ Եթե այս կադրից հետո տենակ, որ մենք սենց քշում ենք կամ հասել ենք, որ չենք մեռել։ Շատ ուղի դեպքում գալիս գտում ես ինձ տակը։ Քանի որ էլ հարցեր չկա, դուք տեսեք ես ոնց եմ սամակատ քշում, անկեղծ այդտեղից այնքան ուրիշ տեղ չգնացի, որտեղ մի 20 րոպե կես ժամ երևի ուզում ենք հասկանանք ոնց ակտիվացնենք այդ սամակատը։ Մի կես ժամ դանգրատը չէինք կարում հանեինք, մի կես ժամ ուզում էինք բան անեինք, կանգնեինք վրեն, տենց մի երկու կրոկ տվեցի, շատ արագ էր գնում, տենց ադրենալինը տվել էր վրես, բայց ես հավասարակշռություն բան չէի կարա, դրա համար որ չլոշվեմ, պրոստը կանգնացրի, կպա ընդեղ, երկու հատ կանգնած սամակատի, որ ընկան կպան տերմինալին ու տերմինալի սիգնալիզացիոն միացավ, այդ նկարը դնում եմ ստեղ, ոնց են ընկել, ու ես իմ համար կայնած իմ սամակատն եմ նկարում, որ ամեն ինչ օքեյ է։ Ոյ, մեռել է երեխեք։ Հիմա գիշերվա 11-ն է, սամակատների կողքով անցանք ու պարզվեց այդ որտեղ որ կպել էր,
ոչ թե տերմինալներ կպել ընկել, այլ կոֆեի ապարատի սիգնալիզացիաներ միացրել։ В общем, հեսա հասնում ենք գնում ենք տուն։ Այսօրվա վլոգը ու սենց հարց պատասխանը պրծավ։ Այսօր ամսի 22-ն է։ Դուք վաղը գիրակի կտեսնեք այս վիդեոն, սենց մութ անկյունի ժամը 11-ն է, չգիտեմ ասի թե չէ, սենց հոգնած նավ Էլեն, բա, ոչ։ Ապրեք շատ նայելու համար։